Հարգելի հեռուստատոներ, այսօր հեռանկարի հյուրն է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Հանանյանը։ Բարև ձեզ, պարոն Հանանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես առաջարկում եմ սկսել Գելապի վերջին հարցումներից, ըստ որոնց ձեր կուսակցությունը 1.5%-ում է։ Սա այս տոկոսը մոտ է ձեր, չգիտեմ, հավակնություններին, կանխատեսումներին, սպասելիքներին։ Զենալով մեր գործընկերներին որևէ իրենց պրոֆեսիոնալիզմի եւ անցկացված հարցումների արդյունքների վերաբերյալ ինչ-որ վիճարկող բան ասել, բայց մեղմ ասած այդ հրապարակված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Մանավանդ որ մենք ունենք մեր սեփական հարցումները եւ ցանկացած քաղաքական միավոր, քաղաքական ուժ, որը որ հավակնություններ ունի նման համապետական մեծ քաղաքական գործընթացին լուրջ մասնակցություն ցուցաբերելու, ունի իր սեփական սոցիալական հարցումներն իրականացնող թիմ եւ ժամանակ առ ժամանակ, կարճ ժամանակ, համեմատաբար կարճ ժամանակը մեկ, ինչ որ ժամանակահատվածը մեկ իր սեփական սոցհարցումներն է իրականացնում։ Հրապարակված տոկոսները առնվազն 4-4.5 անգամ տարբերվում են մեր սեփական ունեցած տեղեկատվությունից։ Հետևաբար այստեղ կարող է, չեմ կարծում որ մեթոդաբանության տարբերություն կա, կարող է լինել հարցումների ժամանակային առումով, այսինքն չգիտեմ, որ ամսաթվի դրությամբ, մերը որ ամսաթվի դրությամբ կարող է այդպիսի տարբերություններ լինի եւ կարող է լինել նաեւ օրինակ թվեր, որոնք որ ակնհայտորեն այսպես ասած գալիս են սպասարկելու կոնկրետ պատվիրատուին։ Հետևաբար սոցիալական հարցումները իրենք ունեն մի քանի նշանակություն։ Մանավանդ այն սոցիալական հարցումները, որոնք որ հանրային հրապարակվող են եւ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են, նրանք ունեն քարոզչական նպատակ, կոնկրետ պատվիրողի կողմից, ունեն տեղեկատվական նշանակություն, դաշտը ուսումնասիրելու առումով, ունեն վիճակագրական նշանակություն։ Հետևաբար այդ բոլոր նշանակություններով հանդերձ մենք ուղղակի այս բանին կարող ենք արձանագրել, որ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, համենայն դեպս մեր թվերի առումով։ Եթե նշում եք 4-4.5 անգամ, ինչու մեղմ, շատ լուրջ չի համապատասխանում։ Ես չեմ ուզում մեր գործընկերներին պիտակավորել, քանից իրենք իրենց գործն են անում։ 4-ից 4.5 անգամ դա նշանակում է, որ ձեր հարցումներով 6-7%, հա, Միասնության թվերը։ Դրանք հենց ձեր հարցումներն են։ Այո, մեր հարցումներն են, որոնք որ մենք կիրառում ենք մեր ներքին սպառման համար։ Հասկանալի է։ Իսկ կան ինչ-որ ընկերություններ, կազմակերպություններ, որոնց հարցումներին դուք վստահում եք։ Գիտեք, չէի ուզի այդպիսի Որովհետև տեսեք, օրինակ այն հայտնի ամերիկյան հանրապետական ինստիտուտ կա, չէ, որ կարծում եմ որոշակիորեն այսպես չեզոք կառույց է, չեզոք կազմակերպություն եւ բավականին նաեւ վստահելի սոցհարցումների արդյունքներով։ Գիտեք, վստահելիության չափանիշները մի քանիսն են։ Եթե սոցիալական հարցում իրականացվում է օրինակ հունվարի վերջի դրությամբ, բայց արդյունքները հրապարակվում են մարտի առաջի տասնամյակում, օրինակ 10-12-ին, ապա պարզ է, որ ժամանակային առումով մարտի օրինակ 10-ի դրությամբ տեղեկատվությունը վստահաբար չի համապատասխանում հունվարի վերջի դրությամբ կատարված հարցումներին։ Այդտեղ էլ պետք է ուղղակի տեսնենք, թե հրապարակման, ասենք, ուշ հրապարակման նպատակը որն էր։ Հետևաբար տեսեք, այնտեղ մենք չենք վիճարկում որևէ բան, էականորեն այո, տարբերվում է որոշակիորեն, բայց այնտեղ կա հունվարի վերջի դրությամբ իրականացված հարցում, մենք ունենենք հրապարակման պահի դրությամբ մեր անձնական սեփական տեղեկատվությունը, որը էլի մոտ 2-3 անգամ տարբերվում էր։ Հետևաբար սոցիալական հարցումները էլ եմ ասում, իրենք ունեն քարոզչական նպատակ նաև։ Եվ գիտեք, շատ դեպքերում մենք պետք է պատվիրատուն չի բացահայտվում շատ դեպքերում սոցիալական հարցում իրականացնող կամ իրականացնելու պատվեր իջեցնող անձը կամ քաղաքական ուժը կամ այլ ուժը, որը հոգուտ երրորդ անձանց կատարում է դիմաց սոցիալական հարցումներ, բայց դուք կարող եք օրինակ ձեր սեփական կատարած սոցիալական հարցումների ընդհանուր վիճակագրությունը, ընդհանուր տեղեկատվությունը համադրելով
հանրային հրապարակվածի հետ, նույնիսկ հնարավոր է այդ բային հենց որոշել կամ բացահայտել, թե ով է պատվիրատուն այդ հարցումների։ Շնորհակալություն։ Միասնության թևերը ներկայանում է որպես նոր ուժ կամ երրորդ ուժ, որը չի համագործակցում թե ներկաների, թե նախկինների հետ, այդպես է։ Այո։ Ոչ թե չի համագործակցում, այլ ինքը սեփական հետագիծն ունի, իր սեփական ձեռագիրն ունի արդեն, չնայած երիտասարդ լինելով հանդերձ, նախկինների ու ներկաների խոսույթի եւ այդ շրջապտույտի մեջ չի մտնում ուղակի։ Եվ հավակնություն ունի մեր ուժը լինել իրական այլընտրանք եւ ապահովելու այն այլընտրանքը, որը որ օրինակ նախորդ ընտրությունների ժամանակ մեր հանրությունը չի ունեցել։ Ընտրությունը ըստ էության եղել է երկու ուժի միջև 21 թվականին։ Հիմա մենք հավակնություն ունենք, որպեսզի էլեկտորատը, մեր հանրությունը իր քվեն տալու ժամանակ ունենա այլընտրանք։ Այդ դա է մեր, այսպես ասած, հիմնական նպատակը։ Ձեր քաղաքական ուժի ղեկավար Արման Թաթոյանը խնդրել է կամ խորհուրդ է տվել նախկին նախագահներին չմասնակցել այս ընտրարշավին, այս ընտրություններին, որպեսզի այդպիսով չաջակցեն ներկայիս իշխանություններին եւ նախագահներից մեկը չի մասնակցում ամենայն դեպս արտակնապես այդպես երևում, գուցե ինչ-որ քողարկված մասնակցություն կլինի հանրապետական կուսակցության կողմից, բայց մյուս նախագահը մասնակցում է։ Հիմա ըստ այդ դրամաբանության ստացվում է, որ ըստ ձեր տեսակետի հիմա Ռոբերտ Քոչարյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, այդ հայտարարությունը կամ այդ մոտեցումը, որը որ պարոն Թաթոյանը ներկայացրեց, դա եղել է անցած տարվա վերջին, մոտավորապես վերջերին, եւ այն ժամանակ բնականաբար դեռ հստակ որևէ տեղեկատվություն չկար, թե առաջին նախագահի, թե երրորդ նախագահի մասնակցության վերաբերյալ, կար այդպիսի կանխավարկած, որ կարող է, որտեղ իրենք ի տարբերություն օրինակ երկրորդ նախագահի, որը արդեն հայտարարել էր մասնակցելու իր մտադրության վերաբերյալ, մենք չունենք տեղեկատվություն առաջի, թե երրորդ նախագահան մասնակցելու են, թե չէ։ Եվ հայտարարությունը կամ այդ հորդորը կամ առաջարկը կամ խնդրանքը, ինչպես որ դուք ձևակերպեցիք, ես ասում եմ, ըստ ճաշակի ամեն մեկը թող իրեն վերագրի համապատասխան բայը, եղել են ոչ թե կոնկրետ անձնավորված կոնկրետ անձին վերաբերող, այլ եղել է ընդհանրապես արատավոր շղթան բացահայտելուն ուղղված մի այդպիսի բանաձև։ Ինչ է դրա նպատակը կամ ինչ է դրա իմաստը։ Մենք ասում ենք, որ 3 նախագահների ժամանակ մենք ունեցել ենք եւ լավ եւ վատ ձեռքբերումներ։ Եվ այսօրվա իշխանությունը սնվում է նախորդ ժամանակների վատ ձեռքբերումների կամ վատ իրողությունները իր համար քաղաքական որպես սնունդ օգտագործելու ճանապարհով։ Հետևաբար այդ նախկինների ու ներկաների, սևերի, սպիտակների տարանջատումը, որ միշտ եղել է այսօրվա իշխանության, այսպես ասած, նշանաբանը կամ գործելու վարքագիծը, մենք ասում ենք, որ եթե դուք չմասնակցեք հարգելի նախագահներ, պաշտոնաթող նախագահներ, ապա ինքը այսօրվա իշխանությունը կզրկվի այդ քաղաքական սնունդից։ Մենք սա ենք ասում եւ դա ինքը այդ շրջապտույտը հների ու նախկինների այդ խոսույթով սնվելով եւ այդ դրա հիման վրա քաղաքական ձեռքբերումներ, քաղաքական, այսպես ասած, նարատիվներ ձեռքբերելու այսօրվա իշխանության սնունդն էինք մենք հորդորում, որ իրենց բանով որոշմամբ հնարավորություն կլիներ այդ սնունդը իսպառ բացառել։ Եվ դա որևէ անձնավորված բան չէր։ Եվ դրանից հետո դեպքերը այնպես ստացվեցին, որ երկրորդ նախագահի թիմը եւ թիմակիցները մեզ, այսպես ասած, թիրախավորեցին իրենց գործն է Քավլիցի, բայց մենք վստահ ենք եւ կրկնում ենք, որ ցանկացած քաղաքական դերակատար ինքն է որոշում մասնակցի ընտրություններին, թե չէ։ Քավլիցի մենք որևէ խնդիր կամ որևէ իրավունք չունենք արգելելու այս կամ այն ուժին, ինքն է որոշում։ Սա դեղատոմսի բացահայտում էր, որով հնարավոր կլիներ այսօրվա իշխանություններին զրկել իրենց քաղաքական սննդից։ Սրա մասին էր խոսքը։
Շնորհակալություն։ Դուք սկզբունքորեն նշում եք, որ չեք միանալու որևէ քաղաքական ուժի։ Մենք այդպես հայտարարություն չենք արել։ Մենք ասել ենք, որ նախկին դերակատարում ունեցող եւ այսօրվա դերակատարում ունեցող որևէ քաղաքական ուժի չենք միանալու, չենք համագործակցելու։ Սա ասել ենք, այո։ Բայց որևէ քաղաքական ուժի հետ համագործակցություն մենք երբևէ չենք բացառել։ Այսինքն, եթե դուք անցնեք խորհրդարան եւ հարաբերություն լինի կոալիցիա կազմելու կամ նո այսպես ասենք, մոդայիկ դարձած այդ խոսքը նշենք Գյումրի 2 սցենար խաղարկելու, դուք պատրաստ կլինեք մտնել այդ խաղի մեջ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Գիտեք, ընդհանրապես հետընտրական զարգացումների վերաբերյալ նախապես խոսելը պրոֆեսիոնալ առումով ստացվում է, որ մենք գուշակություններով ենք զբաղվում, որը որ շնորհակալ գործ չէ քաղաքականության մեջ։ Բայց կարող ենք այսօր ասել, որ հետընտրական բանակցությունները կամ հետընտրական պայմանավորվածությունները եւ բանակցությունները տեղի են ունենում արդեն հողի վրա ձեռք բերված փաստացի իրավիճակի շուրջ։ Հետևաբար այն ինչ որ տեղի է ունենում նախընտրական շրջանում, դա գաղափարախոսական է։ Այն ինչ որ տեղի է ունենում հետընտրական զարգացումների եւ ձեռքբերումների արդյունքում, դրանք արդեն իրավիճակային են։ Հետևաբար մենք չենք բացառում որևէ բանակցություն եւ որևէ համագործակցություն հետընտրական իրողությունների շրջանակներում։ Հասկանալի է։ Պարոն Անանյան, ձեր տնտեսական ծրագիրը 7 ուղղություն ունի։ Ես հասկանում եմ, որ դրա մասին կարելի է օրերով, ժամերով խոսել, բայց ես հիմա խնդրելու եմ շատ կարճ 1 րոպեի սահմաններում այդ 7 ուղղությունների ամենակարևորի մասին նշեք։ Շատ լավ, ամենակարևորը գտնել մեր տեղը աշխարհում, որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, միջազգային փորձին եւ իրենց փոքրությունը հաղթահարած երկրների լավագույն փորձին համահունչ։ Երկրորդը արդյունաբերականացում, սպառման մոդելը, տնտեսության սպառման մոդելը փոխարինելով արտահանելի մոդելով, արդյունաբերական գոտիների ստեղծմամբ եւ լոգիստիկ ուղիների կառուցմամբ, որոնք հիմնված են 3 առանցքային ուղղությունների վրա։ Երրորդը գալիս է բաժնետիրական արժեթղթերի շուկայի ռեֆորմների իրականացում, չորրորդը Սփյուռքի համահայկական ներուժի օգտագործում տնտեսության զարգացման շրջանակներում, որպեսզի Սփյուռքը դադարի լինել բարեգործ, այլ դառնա տնտեսության կայացման համահեղինակ եւ համասեփականատեր։ Հինգերորդը փոքր ու միջին ձեռնարկատիրության հայեցակարգ, որպես տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշար եւ իր համար իրական տնտեսական լծակներ եւ լծակների ստեղծում, հասանելիություն ֆինանսավորմանը, թվայնացմանը, արտահանման հնարավորությունների ստեղծում եւ այլն։ 6-րդը հարկային նոր փիլիսոփայություն, նոր համակարգ, որը որ համահունչ է արդեն արտահանելի տնտեսություն, արտահանելի մոդել ունեցող տնտեսության համար, այսինքն անուղակի հարկման համակարգից ուղակի հարկերի դերի բարձրացման եղանակով եւ 7-րդը թվային դրամի, թվային արժույթի, թվային դրամի ներմուծում, որը մեր ազգային դրամի թվային տեսակն է կանխիկի անկանխիկի մեկին մեկ փոխարկելին եւ դրա ապրոբացիան կամ կիրառումը առաջնահերթ պետական գնումների համակարգում։ Սա եթե կարճ։ Բարձ է։ Շնորհակալություն։ Ես հիմա փորձեմ մի քանի այսպես ականջ ծակող արտահայտություններ ձեր այդ ծրագրերից նշել, օրինակ զերոյական հարկային համակարգ կամ գրեթե զերոյական հարկային համակարգ, սա սովորական քաղաքացու համար մի տեսական հասկանալի է, սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ հարկերի ծավալները մեր երկրում պետք է նվազեն, թե ինչ-որ տեսակներ հարկերի շատ կնվազեն եւ դրա փոխարեն ինչ-որ տեսակներ կբարձրանան, թե չէ կարծում եմ չի լինելու առանց հարկերի երկիր, բա մենք այդ դեպքում ինչպես պետք է ապրենք, այդ փողոցները ինչպես պետք է ասֆալտապատենք, դպրոցները եւ այլն եւ այլն։ Մենք նման բան չենք ասել ենք միայն զրոյական կամ գրեթե զրոյական հարկային համակարգ բացառապես արդյունաբերական գոտիներում։ Դրանք լինելու են հատուկ գոտիներ, հատուկ տարածքներ, ամբողջ Հայաստանով մեկ, ամեն տարածաշրջանում եւ այդ տարածաշրջանի տնտեսական եւ այլ յուրահատկություններից ելնելով։
Դրա նպատակը որն է, հիմա կասեմ։ Ամբողջ հարկային համակարգը չի, հարկային համակարգը գործում է երկրի ներսում, բայց արդյունաբերական գոտիների ներսում գործող ընկերությունները, որոնք որ հիմնականում բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքային արտադրանք են թողարկելու արտահանման միտված, հիմնականում արտահանելի ապրանքներ, բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքային, այսպես ասած, նրանք սովորական հարկային ռեժիմում չեն գործելու, իրենք ուղղակի հարկերի փոխարեն վճարելու են յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց վճար, որը ըստ էության լոգիստիկ, էներգիայի եւ այլ էներգակիրների մյուս կենտրոնացված ծառայությունների դիմաց վճարը, որը պետությունը իրենց հատկացնելու է։ Այլ կերպ ասած, իրենց համար հարկերը փոխարինվում են վճարներով։ Ամտավարություն չկա, որ սպეციფიკա է։ Շատերը իրենց տնտեսություն տեղափոխեն հենց այդ գոտիներ, որպես խուսափեն։ Մտահոգություն չկա, որովհետև այդ գոտիներում գործելու լինելու են չափանիշներ, պահանջներ, եւ այդ չափանիշների ու պահանջների կատարման պարագայում Քավլիցի բոլորը, ովքեր որ բարձր տեխնոլոգիական արտահանելի արտադրանք կթողարկեն եւ մեր պատկերացրած ծավալներով կողողեն ամբողջ աշխարհի տնտեսական շուկան, այո, թող իրենք գործեն գրեթե զրոյական հարկային համակարգ ունեցող հարցունաբերական գոտիներով։ Պարոն Անանյան, մեզ 2 րոպե է մնում, ես դες 2 հարց ունեմ, փորձեք 1 րոպեի մեջ տեղավորվել։ Աշոցքից է սկսվելու արդյունաբերական վերելքը, փորձեք այնպես համոզել աշոցքցիներին, որ սա հեքիաթի ժանրից չթվա։ Աշոցքը ունի բնակելիմայական շատ յուրահատուկ պայմաններ, ըստ էության այն ոլորտները, որոնք մեր տնտեսության համար եւ ռազմարդյունաբերության համար շատ կարեւոր են եւ պահանջում են հովացման համակարգերի շատ էներգիայի պահանջող հովացման համակարգեր, մենք ունենք Աշոցքում բնական հովացման համակարգեր ձեռնարկելու շատ մեծ հնարավորություն։ Հետևաբար, այո, ընտրված է Աշոցքը որպես յուրահատուկ բնակլիմայական պայմաններ ունեցող մեր հյուսիս, որտեղ որ բնական հովացման համակարգերը մեզ թույլ են տալու սկսել այն արդյունաբերական ճյուղերից, որը ունի շատ մեծ ռազմավարական նշանակություն Հայաստանի համար։ Եվ կոռուպցիան դառնալու է տեխնիկապես անհնար զրոյական կոռուպցիա երկրներում նույնիսկ այդ կոռուպցիան։ Թվային դրամի գործարկման պարագայում, երբ որ քո ամբողջ գնումների համակարգը սկզբից մինչև վերջ լինում է հետագծելի եւ տեսանելի եւ թափանցիկ, ինքը տեխնիկապես կոռուպցիան դառնում է անիրագործելի, որովհետեւ իրական ժամանակում դու տեսնում ես փողի շարժը, որը որ չես կարողանում տեսնել օրինակ անկախիկ գործարքների պարագայում։ Եվ վերջինը շատ կարճ էլի, ձեր տնտեսական ծրագրերի մի մասը կապ ունի ներկայիս տնտեսական նախագծերի հետ, օրինակ TRIP-ի ծրագրի։ TRIP-ի ծրագիրը տնտեսական առումով այդքան ինտեգրված չի մեր տնտեսական քաղաքականության մեջ, որովհետև մենք TRIP-ին նայում ենք ոչ թե զուտ տնտեսական ծրագիր, այլ նայում ենք շատ կարևոր մի ծրագիր, որը ունի քաղաքական եւ տնտեսական բաղադրիչ։ Եվ որևէ բաղադրիչը առանձնացնելով նրան մենք կթուլացնենք կամ իր նշանակությունը կնեսեմացնենք։ Հետևաբար տնտեսական բաղադրիչը հնարավոր է, որ այն աստիճանի չի, ինչքան որ գովերքում են այսօրվա իշխանությունները, բայց իրեն կապելով քաղաքական բաղադրիչի հետ ինքը դառնում է շատ կարևոր միջազգային պայմանագրի ստատուսին հավասար կամ դրան ձգտող մի այնպիսի փաստաթուղթ, որը շատ լավ դերակատարություն կամ շատ կարևոր դերակատարություն կարող ունենալ մեր անվտանգային համակարգի ձևավորման գործում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։